Լալայի նուրբ և հաշվարկված խաղը նոր վտանգավոր փուլ է մտնում։ Նա հեռախոսով կապվում է Սոնայի հետ և անսպասելիորեն հրավիրում նրան իր հյուրանոցային համարը զրուցելու։ Սոնան, ում մաքուր ու միամիտ հոգին հեռու է այս կեղտոտ ինտրիգներից, առանց երկար մտածելու և խորանալու վտանգների մեջ, համաձայնում է։ Նա նույնիսկ չի էլ գիտակցում, որ ինքը բացարձակապես ոչ մի կապ չունի այս մութ պատմության հետ, և որ այս ամենին խառնվելն ուղղակի կործանարար կարող է լինել իր համար։ Սակայն Սոնան չի նկատում, որ իրենց ճակատագրական հեռախոսազրույցի յուրաքանչյուր բառը կլանում են Սաքոյի ագահ ու կասկածամիտ ականջները։ Լսելով Հարսի պայմանավորվածությունը իր ամենամեծ թշնամու հետ, Սաքոյի ներսում արթնանում է իսկական գազանը։ Նա առանց վայրկյան կորցնելու դուրս է գալիս Սոնայի հետևից։ Երբ Սոնան նստում է տաքսի, Սաքոն մեկ այլ մեքենայով աննկատ ու ստվերի պես հետևում է նրան։ Տեսնելով, որ Հարսի մեքենան կանգնում է հենց այն հյուրանոցի դիմաց, որտեղ ապրում է Լալան, Սաքոյի կասկածները վերածվում են համոզմունքի։ Նա գաղտնի մտնում է հյուրանոցի նախասրահ, հետևելով Սոնայի ամեն քայլին։ Մինչդեռ հյուրանոցի համարում սպասվում է օրվա ամենամեծ անակնկալը։ Երբ Սոնան բացում է դուռն ու ներս մտնում, նա քարանում է տեղում։ Զարմանքից նրա շունչը կտրվում է։ Սենյակում, Լալայի կողքին, կանգնած է ոչ այլ ոք, քան իր հարազատ հայրը՝ Աբոն։ Անսպասելի հանդիպումից ապշած են բացարձակապես բոլորը։ Թե Սոնան, թե Աբոն և թե Լալան չէին սպասում իրադարձությունների նման խաչման։ Իրականում Աբոն եկել էր Լալայի մոտ միանգամայն այլ, խիստ անձնական հարցով՝ նրան փոխանցելու երկար սպասված նորություններ նրա կորած երեխայի մասին։ Զարմանքի առաջին ալիքը հաղթահարելով, հայր ու դուստր մի քանի ջերմ խոսք են փոխանակում, փորձելով հասկանալ ստեղծված իրավիճակը։ Սակայն իսկական դրաման զարգանում է միջանցքում, հաստ պատերի հետևում։ Սաքոն թաքնված անկյունում գաղտնի հետևում է դռանը, և երբ դուռը բացվում է ու սենյակից դուրս է գալիս Սոնան, Սաքոյի դեմքին հայտնվում է չարագուշակ ժպիտ։ Բայց երբ վայրկյաններ անց Սոնայի հետևից դուրս է գալիս նաև Աբոն, Սաքոյի աշխարհը պարզապես պայթում է։ Նա տեսնում է, թե ինչպես են այդ երեքը՝ Լալան, Աբոն և Սոնան միջանցքում կանգնած ջերմ ու անմիջական զրույցում։ Սաքոյի սիրտը տրաքում է մեջտեղից, լցվելով կատաղությամբ ու ատելությամբ։ Նրա հիվանդագին երևակայությունը միանգամից վճիռ է կայացնում։ Նա 100%-ով վստահ է, որ այդ երեքը համախմբվել են իր դեմ դավեր նյութելու և իրեն ոչնչացնելու համար։ Նա նույնիսկ չի էլ կարող պատկերացնել, որ Սոնան իրական կյանքում առաջին անգամն էր դեմ առ դեմ տեսնում Լալային։ Խելագարված վիրավորված ինքնասիրությունից Սաքոն արդեն իսկ իր մտքում սկսում է կառուցել Սոնայից դաժանաբար վրեժխնդիր լինելու սարսափելի պլաններ։ Իսկ այս խճճված պատմության մեկ այլ անկյունում ողբերգությունը հասնում է իր գագաթնակետին։ Քիչ անց, երբ հյուրերը հեռանում են, Լալայի դուռը նորից է բախվում։ Այս անգամ շեմին կանգնած է Նարեն, սպառված, կոտրված ու ահավոր հոգեվիճակում։ Նրա աչքերը կարմրել են անվերջանալի արցունքներից, իսկ հոգին տառապում է անտանելի ցավից։ Լալան, տեսնելով աղջկա այս սարսափելի վիճակը, անհանգստացած փորձում է հասկանալ, թե ինչ է պատահել։ Նարեն հեկեկալով և հազիվ շունչ քաշելով արտասանում է ամենածանր խոսքերը։ Նա ասում է, որ իր համար մահվան չափ ցավալի է գիտակցելը, բայց ինքը ստիպված է ազատվել իր կյանքի ամենաթանկ, ամենանվիրական պարգևից։ Արցունքների միջից նա խոստովանում է, որ ինքն իրեն երբեք չի ների այս քայլի համար։ Լալան ոչինչ չհասկանալով և վախեցած այս հուսահատ բառերից պահանջում է բացատրել, և Նարեն, հավաքելով վերջին ուժերը, ասում է, որ ինքը հղի է։ Լալան քարանում է տեղում։ Լսելով այս ցնցող խոստովանությունը, նրա մեջ արթնանում է իսկական մայրական բնազդը։ Նա կտրականապես արգելում է Նարեին նույնիսկ մտածել այդ անդառնալի մեղքի մասին և թույլ չի տալիս նրան ազատվել երեխայից։ Սիրելի հետևորդներ, իրադարձությունները ստանում են անկանխատեսելի և ճակատագրական ընթացք։ Ինչ եք կարծում, ինչ դաժան քայլերի կդիմի Սաքոն, մտածելով, թե Սոնան դավաճանել է իրենց ընտանիքին, և արդյոք վռամը կկարողանա պաշտպանել իր կնոջը հորձ-հասումից։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր տեսակետը։